Բարելո ժողովուրդ ջան, ոնց եք։ Հայաստանից եկել եմ ժողովուրդ ջան։ Բերքահավաքը սկսել է։ Հոնը հլա նայեք։ Հոնը հասել է, թափում է գետին սաղ։ Մի խոսքով այսօր հոն եմ հավաքում։ Մեկ էլ մի երկու բան եմ ուզում ասեմ։ Ժողովուրդ ջան, սրանք ոչ հայ ազգից, ոչ Հայաստանից ձեռք չեն քաշելու։ Սրանք ես նկատի ունեմ, ասենք Հայաստանում այդ ռուսամետ ուժերը եւ ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանը։ Ուրեմն սրանք ձեռք չեն քաշելու այնքան ժամանակ, մինչև Հայաստանը սենց սուսարած մնա ամեն ինչի համար։ Ես կարծում եմ, ժողովուրդ ջան, այս Ղարաբաղի այս մտահղացումը ուրեմն 1988 թվից ով սկսել է, հարկավոր է հանձնաժողով ստեղծել, այդ մարդկանց հայտնաբերել ու այդ հարցը սկսել քննարկել, թե նրանք ինչ մտադրություն են ուզել, նրանց մտադրությունը ինչ է եղել։ Ուրեմն, եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, շատ բան է պարզվելու։ Հիմա նայեք, այս պատերազմ եղավ, բան եղավ, այս 30 քանի տարի այսքան մարդ զոհվեց։ Հիմա այսօր մենակ ասում են 5,000 Նիկոլը տարավ սպանեց։ Այն մնացած 20-25 հազարը, որ այն թվերից տարել են այդ մարդկանց ուղղակի, չգիտես ինչի համար, ինձ օրինակ պարզ չի։ Եթե ուզում եք պետությունը ստեղծեք, չոտը նման չի։ Ադրբեջանը այսօր Ղարաբաղյան վերջին ղեկավարներին բռնել է, դատում է, որպես OPG, հայերեն չգիտեմ էլի ոնց է, հայերեն գիտեմ ուղղակի մոռանում եմ, ուղղակի ռուսերեն կոչվում է OPG, Organizovanная преступная группировка, հասկանում եք։ Հայերեն էլ գիտեմ ոնց ուղղակի մոռանում եմ, դե մեծ մարդ եմ արդեն։ Հիմա ովքեր որ այդ Ղարաբաղի այդ պատերազմը 88 թվից սկսել են, իրանց միտքը ինչ է եղել, որ վերջում ասենց ամբողջ Ադրբեջանը հայությանը բանանեն, իրանց տներից ցանուց իրանեն, իրանք էլ զենքի ուժով իշխանություն զավթեն թե Ղարաբաղում, թե Հայաստանում, դառնան միլիարդատերեր ու հիմա էլ այսօր մեղադրեն Հայաստանի վերջին իշխանություններին, հասկանում եք։ Ես կարծում եմ, որ պետքա հենց հանձնաժողովը ստեղծվի ու հանձնաժողովի նախագահն էլ պետքա լինի Նիկոլ Փաշինյանը։ Ինչի համար Նիկոլ Փաշինյանը, որովհետև այսօր ինչ կատարվում է, 20 թվից ինչ կատարվում է, Նիկոլ Փաշինյանը իրան այդ հարցերում մեղավոր ճանաչել է։ Ժողովուրդ ջան, բայց հիմա եկեք հլա 1988 թվից սկսենք մանգանք այդ մարդկանց ով է իրականում այդ Ղարաբաղ կոմիտեն ստեղծողը, ինչ մտքեր է եղել նրանց մտքերը։ Ես 100% համոզված եմ, ոչ մի մարդ չի ճարվելու։ Ոչ մի մարդ։ Ասեն Քոչարյանն է մեռելներ է ճարելու, ասելու է, չէ, դա Արթուր Մկրտչյանն է եղել։ Ասեն ես մեկն է ասելու են, չէ, Մանվել Գրիգորյանն է եղել։ Մեռածների վրա են գցելու, իրանք սենց սաղ սալամատ դուրս գան այդ արանքից։ Հասկանում եք։ Բերեք այդ հանձնաժողովը ստեղծենք ու մի հատ իրականում նստենք, զրուցենք, տենանք նպատակը որն էր, որ ամբողջ հայ ժողովրդին Ադրբեջանի ցանուց իրանեն, Ղարաբաղն էլ կորցնեն, նույնիսկ դրա հայկականությունը կորցնեն ու վերջ, նպատակը էդ է եղել։ Միջև 2018 թիվը հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվին հեղափոխություն արել ու հեղափոխության հեղինակը
Հենց իրենք էլ ասում են, չէ՞, այդ Ղարաբաղի այդ կոմիտեները, այդ ստեղծողները, այդ բաները, այդ իրենք ասում են, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն է այդ հեղափոխության հեղանակը։ Բերեք մի հատ գտնենք այդ Ղարաբաղի այդ ամբողջ եղելության հեղինակին։ Իրականում Հայաստանում էլ պետքա դրանք դատվեն։ Դրանց ձեռով 100,000-ով հայա հենց այնց վարի գնացել, միլիոնավոր հայա Հայաստանը լքել, Ղարաբաղը լքել։ Միլիոնավոր մարդիկ լքել են իրանց տները։ Բերեք մի հատ այդ մարդուն գտնենք, այսօր ամեն ինչում է հեշտ մեղադրում ենք Նիկոլ Փաշինյանին, հա, բերեք մի հատ այդ դրա մեղավորին գտնենք, ուրա Ղարաբաղը, ուրա ձեր մտահղացումը, որտե՞ղ է, որ մեկը տեք, եկել եք Հայաստան դարել միլիարդատերեր, Լևոն Քոչարյան ջան, այդ որ ատեից տենց ամպագորգոր խոսում ես, մի հատ հորդ այդ հարցը մի անգամ տու, այդ ոնց եղավ, որ ամբողջ Ղարաբաղցիները սնանք, եկած ես Ռուսաստաններ, Եվրոպաններ, Հայաստան, ամեն տեղի վրա սնանք բոլորը, իսկ ուհերը միլիարդատեր դարավ, այդ ոնց եղավ, նույնը Սերժ Սարգսյանի ընտանիքը, այդ ոնց եղավ, հիմա որ հարցնենք քո հորը, ասելու ա որ Ղարաբաղի, հա, այդ բանը ես եմ կազմակերպել, որ Ղարաբաղը դառնա անկախ պետություն, ասելու ա, այդ դրա համար հանձնաժողովա պետք, դրանց պետքա ոչ թե թույլ տալ Հայաստանում օդը շնչեն, այլ դրանք 500,000 ադրբեջանահայերի մեղքը դրանց վզինա։ Հասկանում եք, այսօր Հայաստանում ասում եմ, այս հեղափոխությունից հետո ինչ կատարվեց, Նիկոլ Փաշինյանը ասում է, այո, ես եմ արել, այդ հեղափոխությունը ես եմ արել, որ վերջ տամ այս ամեն ինչին, այս թալանին, այս գողությանը, այս ամեն ինչին, դե հիմա ինչքան կարողանում է, դրան վերջ է տալի, ինչքան կարողանում է, ինչքան չի կարողանում, դա ժամանակի հարց է, հասկանում եք, Լևոն Քոչարյան, մի հատ նորից, որը տեից այտենց խոսում ես, հլը մի հատ հորդ հարցու, ես ոնց եղավ ասա, հայրիկ ջան, ես ոնց եղավ, որ մենք եկանք Ղարաբաղից թե դառանք միլիարդատերեր, իսկ Ղարաբաղցիները ամբողջ աշխարհում մեկ դառան ցիգան, բոշա, ոնց ասեմ, այդ խեղճ մարդիկ, ինչ Բաքվի հայերը, Կիրովաբադի հայերը, դառան աշխարհով մեկ ցիգան, բոշա, իսկ դուք եկաք Հայաստանում դառաք միլիարդատերեր, 3 հեկտարների վրա ես իմ ինչ տաներ ունեք, սաղ Երևանը ձերն է, այդ ոնց եղավ, միակ շահառուն, ամբողջ Ղարաբաղի պատմության մեջ, որ այդքան բանը իրան պետք էր, դա քո հայրն ալ է Լևոն Քոչարյան, մեկ էլ Սերժ Սարգսյանին տղա չունի, որ անուն տամ, աղջիկների անունը չեմ տալի, մեկ էլ նրա ընտանիքը, հասկանում եք, միակ շահառուն դուք եք եղել, դրա, որ այդ վիճակում է Ղարաբաղը, Հայաստանը, հայ ժողովուրդը ամբողջ, հիմա եկել եք Նիկոլ Փաշինյանին ամեն ինչում, Նիկոլ Փաշինյանը նենց ինչ ինքը արել է, նա մեղքը իրա վիզը վեր գալում է, բայց քո հերը կանգնում է ասում է, եթե ես զորք չհանեի Երևանում մարդ չսպանեի, այն վաղտ էլ մեղադրելու էին ինձ, որ ես զորք չեմ հանել, մարդ չեմ սպանել, չեմ կանգնացրել այդ հանրահավաքները, հասկանում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյան ջան, այդ թեման պետքա միայն դու փակես, երկրի ղեկավարը դու ես, ուրիշ մարդ չի կարող, այդ թեման փակված չի, դրանք շահարկելու են, քեզանից հետո ով ընտրվի, մեկ էլ նրա վրա են ջարդելու, նրա վրա, որ իրանց ձեր տվող չլի, այն որը ռուսն ասում է, լուչշայա զաշիտա, это нападение, հիմա այսօր քեզ վրա անընդհատ հարձակվում են իրանց պաշտպանելու համար, վերջ, այսքան բան ժողովուրդ ջան, լավ մնացեք, ես գնացի իմ հոնը քաղեմ